Կասեք քանի հոգանոց խումբ եք պատգամավորության եք ներկայացրել 213 անձ ընդգրկված դաշինքի Հայաստան Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում 72 կին 141 տղամարդ կուսակցությունների յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված ցանկերը բաշխվածությունը հետևյալն են 70-143, 70-ը առաջ աչակենտրոն կուսակցությունն է, 143-ը հայեղափոխական դաշնակցությունը։ Ներկայացել ենք նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 4 հոգու ցանկ, անուն, տվյալներ, ունենք եզդի ազգությամբ, թեկնածու որպես ազգային փոքրամասնությունների ռուս եւ ասորի։ Մի հարց, պարոն Ամինասյան, այժմ երկու։ Դա շատ հավակնոտ ցանկ է ու շատ մեծ, երևի ամենաշատը ձերն է։ Մեծ հույսեր ունեք, որ այդպես 200 հոգով մինիմում անցնելու եք խորհրդարան, ու մեկ էլ Բաքոչյանը մասնաբաժին չունի այնտեղ, որովհետև դաշինքի առաջնորդը ինքն է, բայց փաստացի առաջ կուսակցությունն ու դաշնակցությունն են։ Այ ջան, հայաստանյան օրենսդրության համաձայն դաշինքներ ձևավորում են ոչ թե անձինք, այլ կուսակցությունները։ Եվ հետաբար բոլոր թեկնածուները պետք է ընդգրկված լինեն որևէ կուսակցության ցանկում։ Հիմա Ռոբերտ Քոչյանը որ կուսակցություն։ Առաջ աչակենտրոն կուսակցության ցանկով է առաջադրված։ Ոչ, անկուսակցական է։ Չեմ հիշում հիմա։ Էլի դուք մեծամասնություն եք, կարող է որ անցնեք էլի դաշնակցության ֆրակցիա։ Տեսեք, ինչ վերաբերում է մեծ ցանկին, հա։ Նախ սա քաղաքական հայտ ներկայացնելու մեր հայրենակիցների կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել եւ թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը, իսկ մենք ընտրություններին ինչպես ենք մասնակցում, ինչ ակնկալիքով, իհարկե հաղթելու ակնկալիքով։ Եվ եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակն էլ լինի, բնականաբար ամբողջական իշխանությունը, անգամ նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել ցանկում։ Նախորդ անգամվա վստահությամբ եք գնում հաղթանակի, թե այս անգամ մի քիչ այլ վստահություն ավելի թույլ ավելի ուժեղ։ Նախորդ անգամվա վստահությունը կամ այս անգամվա վստահություն չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում այն համոզումով, որ ընկալելի կդառնանք մեր հայրենակիցներին եւ մեր հայրենակիցների մեծամասնությունը իրենց վստահությունը կտան։ Այս անգամ էլ չհաղթեք, օրինակ կմնաք էլի ընդդիմադիր ֆրակցիայում կաշխատեք պատգամավոր ձեր թիմակիցները, թե դուք չլինեք։ Դա այս անգամ գոնե մանդատներ կդնեք։ Տեսեք, նախ առաջին հերթին դա ընտրություններից հետո է որոշվելու ինչ իրավիճակ է ստեղծում եւ որոշվելու է ոչ թե միանձնյա կամ ինչ-որ փոքր խմբով, այլ որոշվելու է քաղաքական ներկայացվածությամբ կուսակցությունների կողմից իրենց որոշումներին անպատասխան է, հետևաբար այս պահին նման հարցի անդրադառնալը համարում են ոչ միայն ժամանակավրեպ, ոչ տեղին, այլ նաև արդյունքներով պայմանավորված։ Անդրադառնալ ձեր ընտրողներին ասել, որովհետև այս 5 տարվա ընթացքում շատ քննարկվեց, թե ինչու ընդդիմությունը մանդատներ չի դնում, ինչ արդյունավետություն է ցուցաբերում այնտեղ որպես ընդդիմություն։ Այ ջան, ես քեզ կարող եմ իմ անունից պատասխանել։ Ես իմ որոշումով ցուցակում հետին տեղի վրա եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Երկրորդը, այո, ես նկատի ունեմ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որոնք որ չեն կարողանում նաև իրար հետ լեզու գտնել այս կամ այն ձևաչափով մասնակցելու տեղերով պայմանավորված, հա։ Շատ հետաքրքիր ձեր 29-րդ համարը կներեք, եթե դուք նախորդը այս ֆրակցիոն կարծեմ այս խորհրդանում 28 հոգի եք, չէ՞, ոնց որ թե Եղաբնազյանի պատերատվի դարձավ 27։ Հիմա հետաքրքիր եթե դուք 29 եք, մտածում եք որ նախորդից էլ քիչ եք ձայն հավաքելու, որ մենք դες չի հասնելու։ Ոչ, հակառակը ուղիղ։ Մենք մտածում ենք որ ավելի շատ ենք հավաքելու։ Բայց մեծամասնության հույս ունեք։ Այո,
Այո, ես տեսեք, մենք մտադիր ենք, որպեսզի անպագորգոր չհնչի, հա, ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց այդ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանություն եւ ընդդիմադիր դաշտը եւ մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել եւ ենք ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրը իր առաջ ունենալով գնա համագործակցության հետընտրական շրջափուլում բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, ես վարած քաղաքականությունը եւ ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Գնաց ձեզ է մերժում։ Ովքեր։ Այդ ձեր նշած ընդդիմադիրները, այդքան մեծ չի ցանկը, որ չկարող նորոշենք ովքեր։ Աստված իրենց հետ։ Տեսեք, ես չեմ ուզում անդրադառնալ հիմա մեր ընդդիմադիր գործընկերների արտահայտած նույնիսկ առանձին դեպքերում անհաջող ձևակերպումներին։ Ես կարծում եմ մենք պիտի կենտրոնանանք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր հայրենակիցներին, թե Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր որ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, կենտրոնացնելու այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ։ Անկամ նույնիսկ եթե կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհը այս իշխանություններից ձերբազատվելու համար։ Նույնիսկ Ծառուկյանը, եթե նախ մենք գնում ենք շատ մեծ ձայն հավաքելու, ստանալու համոզումով, ակնկալիքով։ Այո, եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորություն։ Պարիզետը պահանք էլի հարգելի գործընկերներ, մենք էլ հարցեր ունենք։ Պարոն Մինասյան, մի հարց ունեմ ձեզ։ Տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի եռյակի Հայաստան դաշինքի, Ծառուկյան դաշինքի ենթադրյալ։ Ինչի ենթադրյալ։ Լավ, ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, որ եթե դուք 3 քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք քվեարկվում են Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել։ Ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Երկրորդը որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ, հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ երրագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ, այնքան արավիրք է բերել մեր երկրին, որ ինչ երրագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս արավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։
Այո, առաջատարները գուցե մենք մեր ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլոր ընդդիմադիրներին, ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որ เป զի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։